Վերջին ամիսներին միջազգային օրակարգում հայտնված խաղաղության խորհուրդը սկզբնապես ձևավորվել էր որպես սահմանափակ նպատակ ունեցող նախաձեռնություն։ Այն ներկայացվում էր որպես մեխանիզմ, որը պետք է վերահսկեր Գազայի հատվածի հետ պատերազմյան վերականգնման գործընթացը։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց այն պահից, երբ նախաձեռնության քաղաքական հովանավորը Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհուրդը պետք է զբաղվի ոչ միայն Գազայով, այլ ընդհանրապես գլոբալ հակամարտությունների կարգավորմամբ։ Այս համատեքստում Հայաստանի միանալը խորհրդին առաջացնում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ էական ռիսկերի համադրություն։ Հայաստանը հայտնվում է ոչ ֆորմալ, բայց քաղաքականապես զգայուն հարթակում, որտեղ որոշումներ կամ քաղաքական ազդակներ կարող են ձևավորվել առանց ՄԱԿ-ի ծանր ընթացակարգերի։ Սա փոքր պետության համար տեսականորեն կարող է ստեղծել վաղ տեղեկացվածության, շփումների ընդլայնման եւ որոշ օրակարգային հարցեր բարձրաձայնելու հնարավորություն։ Մյուս կողմից հենց այս ոչ ֆորմալությունն է պարունակում հիմնական վտանգը։ Խորհրդի մանրատը չունի հստակ իրավական սահմանումներ, պատասխանատվության մեխանիզմներ եւ որոշումների ընդունման թափանցիկ կանոններ։ Գլոբալ հակամարտությունների լուծում ձևակերպումը քաղաքականապես գրավիչ է, բայց գործնականում չափազանց լայն եւ անորոշ, ինչի արդյունքում մասնակից պետությունները կարող են ներգրավել գործընթացներում, որոնք ոչ միայն չեն բխում իրենց ազգային շահերից, այլև կարող են հակասել արտաքին քաղաքական հավասարակշռությանը։ Այս իրողությունների ֆոնին ակնհայտ է, որ Հայաստանի մասնակցությունը խաղաղության խորհրդին կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվում է որպես լրացուցիչ դիվանագիտական շփման հարթակ, այլ ոչ թե որպես ՄԱԿ-ին կամ միջազգային իրավական համակարգին հակադրվող ընտրություն։